Բարև ձեզ, Եվրոմեդիա 24-ի տաղավարում այսօր ես զրուցելու եմ հենակետ վերլուծական կենտրոնի փորձագետ Վահագն Սարոյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Սարոյան։ Բարև ձեզ։ Պարոն Սարոյան, վերջին շրջանում ընդդիմադիր դաշտում կա պառակտվածություն, երկրորդ եւ երրորդ նախագահների կողմնակիցները բացահայտ եւ հանրային կերպով միմյանց տարբեր մեղադրանքներ են ուղղում։ Ձեր կարծիքով ինչ process է սա, ինչու հիմա եւ ինչու Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց 7 տարի անց այդ հարցերը ծագեցին։ Շնորհակալություն հրավերի համար։ Պետք է նշել, որ իմ տպավորությամբ այս ներընդդիմադիր դաշտում փոխադարձ այս թիրախավորումները սկսվեցին երկրորդ նախագահի ասուլիսից հետո։ Ասուլիսում Ռոբերտ Քոչարյանը ազդարարեց, որ պատրաստվում են հերթական ընտրությունների։ Ես այս process-ը դիտարկում եմ այդ ընտրություններին պատրաստվելու տրամաբանության մեջ։ Ուստի դրանով է պայմանավորված նաև ներընդդիմադիր դաշտում ինքնահաստատման այդ խնդրի լուծումը։ Այսինքն ընտրությունների գնալը հանրապետականների սրտով չէ, թե ինչի համար։ Տեսեք, ոչ թե հանրապետականների սրտով չէ։ Հիշեցնեմ, որ 21 թվականի արտահերթ ընտրությունները, որ պետք է լինեին, երկրորդ նախագահի թիմը նախապես պատրաստվում էր ազդարարեց ընտրություններին մասնակցելու համար եւ այլն եւ այլն։ Այսինքն այդտեղ կա նաեւ տրամաբանություն, իսկ երկրորդ նախագահի եւ երրորդ նախագահի համատեղ հաջողված փորձ կա իշխանության ժամանակ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին Սերժ Սարգսյանի եւ Հանրապետական կուսակցության հետ ունեն հաջողված փորձ։ Ընդդիմադիր դաշտում 21, 22, 23, 24 թվականների փողոցային պայքարներում իշխանությունների հեռացման կոնսենսուսի այդ տրամաբանության մեջ հաջողված փորձ։ Այսինքն այստեղ ոչ թե տեսնում եմ կոնկրետ ինչ-որ առիթով կամ պատճառով պայմանավորված, այլ ընտրություններին պատրաստվելու տրամաբանության մեջ այս իրավիճակը ես նմանատիպ դիտարկում եմ։ Այսինքն ընդդիմադիր դաշտը փորձում է ինչ-որ մեկը իրենով անել, հանդես գալ որպես տիտղոսակիր ընդդիմություն։ Տիտղոսակիր ընդդիմություն, կարծում եմ, խորհրդարանական, երկու ուժերը, որոնք ներկայացված են որպես ընդդիմություն, տիտղոսակիր ընդդիմություն են համարվում։ Բայց ներընդդիմադիր դաշտում ինքնահաստատման փուլ է, իմ կարծիքով։ Հասկանալի է։ Սպասվում է, որ տեղի կունենան բողոքի ակցիաներ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնելու ուրեմն պահանջով, ձեր կարծիքով ընդդիմությունը կկոնսոլիդանա այդ օրակարգի շուրջ, այն միասնությունը, որը մենք տեսանք մայիսի 9-ին 2024 թվականի, հնարավորություն կա նորից տեսնելու։ Չի բացառվում տեսականորեն, բայց տեսեք իշխանության եւ ընդդիմության այս իշխանությունը վերցնելու կամ իշխանությունը չհանձնելու process-ի մեջ ընդդիմությունը ընդհանրապես ինքը ձգտում է իշխանության գալ ավելի ներկայացված թվականակով, ավելի ներկայացուցչական թվականակով։ Եվ ուստի այդ պարագայում մենք տեսնում ենք, որ այսօրվա ընդդիմության ներընդդիմադիր պայքարը վատագույն փորձն է, որ կարելի է իշխանության գալու կամ գործող իշխանությանը հեռացնելու կոնսենսուսի մեջ ունենալ հաջողություններ։ Փողոցային պայքար բնականաբար կսպասվի այն պարագայում, երբ որ իշխանությունը Գյումրի ընտրություններից հետո չնայած հիմա էլ երևում է, որ իշխանության անգործությունը եւ իշխանության անգործությունն ու կարողությունը այս գործողություններով դրսևորվող բերում է նրան, որ ընդդիմադիր դաշտում պետք է ձևավորվի արդեն պայքար իշխանությունը վերցնելու, իշխանության գալու, իշխանության հասնելու համար։ Դուք հնարավորություն տեսնում եք, որ բացի խորհրդարանական ընդդիմությունից նոր ընդդիմադիր ուժեր ի հայտ կան եւ իրենց ձեռքը վերցնեն գործընթացը։ Պայմանավորված է նրանով, որ ընդդիմությունը ինչքան կոնսոլիդացված կլինի։ Այդ պարագայում կարող ենք ենթադրել կամ կարող ենք տեսնել հետագայում
կծնվեն նոր քաղաքական ուժեր, նոր ձևավորվող ուժեր կամ ավելի ներկայացուցչական, ավելի նոր գաղափարներով ու նոր առաջարկներով ուժեր, որոնք որ կգան ու կկոնսոլիդացներ իրենց շուրջ հասարակության մեծամասնության իշխանության հասնելու համար։ Բագրատ Սրբազանի ղեկավարած Սրբազան պայքարը ձեր կարծիքով ունի շանս նորովի իրեն դրսևորելու։ Շանսեր միշտ կա, մնում է թե այս հաջորդ նոր ակտիվ փուլ սկսելուց Բագրատ Սրբազանի գլխավորած պայքարը ինչ առաջարկներ կբերի, ինչ առաջարկներով հանդես կգա հասարակությանը կոնսոլիդացնելու իր շուրջ։ Բայց կարծում եմ այսօրվա պայմաններում ընդհանուր ընդդիմադիր դաշտում պետք է լինի ուժեղ կոնսոլիդացիա, միավորված կոնսոլիդացիա, որպեսզի հասնեն իշխանափոխության։ Մենք տեսել ենք 21 թվական, 22 թվական, փողոցային պայքարներ, 23 թվական, 24 թվական։ Ուստի սա բերում է այն համոզման, որ իշխանափոխություն անելու համար պետք է լինի հզոր, կառուցողական եւ ուժեղ կոնսոլիդացված ընդդիմություն։ Շուտով սպասում են Գյումրու թիմ ընտրությունները, արդեն հայտնի են քաղաքական ուժերը, ովքեր մասնակցելու են եւ ում միջև լինելու է պայքարը։ Նախ ուզում եմ հարցնել ինչպիսի ընտրապայքար է կանխատեսում եւ ըստ ձեզ որ քաղաքական ուժերը ունեն շանս։ Գյումրիում ընտրությունները իշխանությունների համար կարծես թե լակմուսի թուղթ են իշխանության հետագա լինելիության կամ պահպանության համար։ Այդ իսկ պատճառով մենք տեսնում ենք, որ Գյումրու ընտրություններին իշխանությունը իր ամբողջ արսենալն է դուրս անել, պայքարը իրենց կողմ ավելի արդյունավետ տանելու համար, տեսանք, որ իշխանության ղեկավար կազմը այցելել էր Գյումրի, այսինքն Գյումրին իշխանությունների համար շատ կարևոր հանգրվան է հետագա իշխանության լինելիության կամ իշխանության պահպանության համար։ Իշխանությունը բացի դրանից Գյումրիում կան նաև ընդդիմադիր գործիչներ, որոնք բավականին ակտիվ եւ արդյունավետ գործունեություն են ծավալում, օրինակ Ռուբեն Մխիթարյանը կամ Մարտուն Գրիգորյանը բավականին արդյունավետ եւ ուժեղ գործունեություն են ծավալում ու եւ ունեն շանսեր։ Նիկոլ Փաշինյանը կարծես թե անձամբ է սկսել զբաղվել Գյումրիում քարոզչությամբ, տեսակ ինչ հայտարարություններ անում եւ Գյումրու ընտրությունները այսպես թալանի վերադարձի process-ով էր ուզում փաթեթավորել, ձեր կարծիքով դա աշխատող հնարք է։ Նորից վերադառնում է հին սկավառակին իշխանության ղեկավարը, թալանի վերադարձ հատիկ-հատիկ, այդ հատիկ առ հատիկ վերադարձնելու այդ գաղափարը, այդ մանիպուլյացիան, որը որ իմ կարծիքով արդեն չի աշխատում։ Իր անգործությունն ու անկարողությունների իշխանությունը այդ հատիկ առ հատիկ թալանի վերադարձ այդ մանիպուլյատիվ հնարքների շուրջ փորձում է կենսունակ դարձնել այս արհեստական քրեական հետապնդումներ իրականացնելով ազգային ժողովի падգամավորներին, երրորդ նախագահի դեմ հարուցված ինչ-որ շինծ ու գործով եւ այլն եւ այլն։ Տեսեք, սրանով իշխանությունը փորձում է իր կենսունակությունը, իր անգործությունը քողարկել։ Բայց հասկանալի է, որ Գյումրիում, այդ թվում նաև անդիմադիր հատվածում կան մարդիկ, որոնք գործունեություն են ծավալում, նրանք հստակ փաստերով ասելիքներ են ասում։ Իսկ իշխանությունն ինչ է անում։ Այսօր մենք ունենք բազմաթիվ մարտահրավերներ, երկրի առջև ծառացած բազմաթիվ ծրագրեր, որ պետք է իրականացվեն, իսկ երկրի ղեկավարությունը կառավարության իր ամբողջ արսենալով Գյումրիի ընտրություններ են անում։ Բայց եւ այդպես այդքանը հաշվի առնելով, պարոն Սարոյան, իշխանություններն ինչպիսի ռեյտինգ ունեն նախ հանրապետական մասշտաբով եւ Գյումրիում իմասնավորի։ Տեսեք, աչքովս ընկավ Գելափի հարցումների տվյալները, որով որ ազդարարվում էր, որ իշխանությունը իր ռեյտինգը համեմատ նախորդ տարիների ընթացքում գնալով նվազում է, ցկտում է 0-ի արդեն։ Եթե սեն շարունակվի։
Իսկ այդ պարագայում արդեն իշխանությունը ինչ պետք է անի, պետք է ճնշումներ բանեցնի ներքաղաքական, իրավական հարթության մեջ նաև։ Եվ երեկվա հարուցված քրեական գործերը դրանց Այդ տրամաբանության մեջ է։ հասկանալի է։ Գիտեք, որ Բաքվի բանտում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ այդ շինծուտատական process-ներն ընթանում են, Ռուբեն Վարդանյանը շարունակում է իր հացադուլը, հրապարակվում են կադրեր, որոնք մարդկանց չեն կարող անտարբեր թողել, թե ինչպես է Ռուբեն Վարդանյանը հյուծվել, բայց միջազգային հանրությունը կարծես թե լուր է կամ առնվազն պատշաճ չի արձագանքում։ Այստեղ ինչի համար է միջազգային հանրության նման վերաբերմունքը այդ process-ին։ Նախ ֆիքսենք, որ Բաքվում իրականացվող այդ դատավարությունները փակ են։ Միջազգային հանրության կամ ասենք օրինակ Կարմիր խաչի կամ ինչ որ իրավապաշտպան միջազգային իրավապաշտպան կազմակերպության ոչ մի ներկայացուցիչ իրավունք չունի մասնակցել դատապրոցեսին։ Դատապրոցեսին մենք տեղեկանում ենք կադրերով եւ ադրբեջանական արդեն հայտնի քարոզչական թեզերի շրջանակներում։ Հիմա այս պարագայում մենք ակնկալենք միջազգային հանրությունից որևէ արձագանք, որը արդյունավետ կլինի մեր համար, նախ առաջին հերթին մի հատ հələ հարցնենք հայկական կողմը, հայկական իշխանությունները այդ ուղղությամբ ինչեր են անում։ Ոչինչ չեն անում ըստ։ Արդյունավետ անում են թե ոչ։ Ոչինչ անելը դեռևս հələ մի հարց է։ Դա արդյունավետ լիներ, հիմա գերիները վերադարձած պետք է։ Այո։ Իսկ եթե չկա հայկական կողմից պատշաճ, թե քարոզչական, թե տեղեկատվական, թե իրավական հարթության մեջ, թե նաև միջազգային ու քաղաքական հարթություններում տարբեր ամբիոնները օգտագործելով, որպեսզի նման հարցը ունենա մեծ ռեզոնանս միջազգային, այդ ժամանակ միջազգային հանրությունից ակնկալվող արդյունավետ ազդակներ մենք կարող ենք տեսնել։ Ես այս հարցը միշտ տալիս եմ իմ հյուրերին։ Ձեր կարծիքով չեն կարողանում, թե չեն ուզում։ Իմ կարծիքով երկուսն էլ միասին։ Բայց վստահեցնում եմ, որ ամեն ինչ անում են։ Դե գիտեք, տրաֆարետային հայտարարությունները, որոնք որ զրո արդյունավետություն ունեն, ներքաղաքական հանրային ընկալման մեջ կարողանում են, հա, տենց ասել, որ գիտեք, մենք այս ինչ բանը արեցինք, բայց ինչ արդյունք ունեցավ։ Արդյոք այդ արածի հետևանքով Բաքվի բանտում գտնվող մեր հայրենակիցները, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, արդյոք նրանք առողջական խնդիրները պահպանվում են, արդյոք նրանց վերադարձի կամ դատավարության process-ը որոշակի առումով հումանիստական ուղղությամբ տանելու վերաբերյալ որոշակի քայլեր կատարվում են, ոչ։ Մենք միայն խոսում ենք Ռուբեն Վարդանյան, բայց այնտեղ կան նաև մեր այլ հայրենակիցներ, օրինակ նախագահ Բակո Սահակյանը, օրինակ Լևոն Մնացականյանը, որոնք հստակ կադրերից երևում է, որ ունեն առողջական լուրջ խնդիրներ։ Իսկ դրանց պետք է պատշաճ վերաբերմունք տվի բոլոր մակարդակներում, թե առողջական, թե իրավական, թե միջազգային եւ թե քաղաքական առումներով պետք է լինեն գնահատականներ, դա հնչի Հայաստանի կողմից, որպեսզի միջազգային հանրության կողմից մենք ունենանք նաեւ արձագանքներ։ Իշխանություններն անընդհատ տարբեր զիջումներ անելուց առաջ կամ դրանց պատրաստվելուց խոսում են հնարավոր ռազմական գործողությունների մասին։ Ձեր կարծիքով հիմա Բաքուն նախատրամադրված է Հայաստանի նկատմամբ ռազմական գործողություններ իրականացնելուն։ Բաքուն միշտ մաքսիմալիստական տրամադրություններով օժտված քաղաքականություն է իրականացնում Հայաստանի հանդեպ։ Մաքսիմալիստական պահանջատիրական նաև։ 20 թվականի աղետալի ելքով պատերազմի ավարտից հետո, որ խոսում է կապիտուլյացիան այս process-ն է, որ անընդհատ պահանջ, թելադրանք եւ ոչ մի արձագանք հակառակորդ կողմից, ինչ որ խաղաղությանը միտված, կամ ասենք կնճռոտված խնդիրը լուծելուն միտված բանակցային process։ Մենք բանակցային process-ները որ տեսնում ենք, բանակցային process-ներում կա մեկ ընդհանուր գիծ։ Բաքուն պահանջում է, Հայաստանը փորձում է պահանջները տեղայնացնել։ Ուստի այս պարագայում Ադրբեջանը, տեսեք,
մի կողմից խոսում է այս բանակցային process-ում որոշակի կոնսենսուսի հասնելու մասին, մի կողմից Ջեյհուն Բայրամովը հայտարարում է ու պարբերաբար է այդ հայտարարությունները, հայտարարում է, որ Հայաստանը պատրաստվում է ռևանշիստական ինչ-որ գործողությունների, դա մենք տեսնում ենք իբրև իրենք, դա իրենք տեսնում են, դա իրենք անընդհատ մշտադիտարկման մեջ են պահում եւ այլն եւ այլն։ Ուստի դրանով հող են ստեղծում, որպեսզի այդ մաքսիմալիստական ճնշումը նորից բանացնեն Հայաստանի նկատմամբ եւ Հայաստանից մաքսիմալը պոկեն սահմանների առումով, միջանցքի առումով, այդ խաղաղության ճակերտավորացված պայմանագրի մեջ ինչ որ կոնսենսուսի հասնելու առումով։ Ադրբեջանի պաշտոնյաներից Հիկմետ Հաջիևը հետևյալ հայտարարություններ արել, որ եթե Հայաստանը հավատարիմ է խաղաղության process-ին, ապա պետք է արտահանձնի Ադրբեջանին բոլոր այն անձանց, ովքեր Ադրբեջանում հարուցված քրեական գործերով ունեն կարգավիճակ։ Ձեր կարծիքով Հայաստանի իշխանություններն ինչպես կվերաբերվեն Ադրբեջանի այս պահանջին։ Տեսեք, ասա մի քիչ ավելի խորը խնդիր ունի իր մեջ պարունակող, այսօր Բաքվի բանտում ոչ թե դատվում են միայն մեր քաղաքացիները, մեր հայրենակիցները, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, այլ դատվում է ամբողջ Հայաստանը։ Բաքվի դատարանում հնչում են այնպիսի ձևակերպումներ, որ ամբողջապես վերաբերվում է հայ ժողովրդին։ Արցախյան ազատամարտ մեր այդ գաղափարախոսական ձևակերպումը նսեմացվում է։ Մարդկանց ասում են ահաբեկչական գործողություններ եք իրականացրել։ Այսինքն, այստեղ մենք խնդիր ունենք ոչ թե կոնկրետ դատական process-ի մեջ այս ամեն ինչը դիտարկել, այլ նաև ամբողջ մեր ազգային, արժեքային, անվտանգային տեսանկյունից։ Եվ ուստի այդ պարագայում, երբ որ Բաքուն հնչեցնում է գրադացիան բարձրացնող արդեն պահանջներ, Հայաստանի այս ամուլ քաղաքականության իրականացման պայմաններում ոչ այլ ինչ քան սпасել այդ պահանջները որոշակի առումով մեղմ կամ ասենք մի քիչ մի աստիճան ցածր համաձայնվելու հնարավորություն։ Այսինքն ինչ է ստացվում, որ կարտահանձնեն այդ մարդկանց։ Ոչ թե կարտահանձնեն, այլ այստեղ Բաքուն դա կարող է օգտագործել, որպեսզի այլ բան պոկի Հայաստանից, որպես խաղաքարտ։ Պահանջում եմ ավելի մաքսիմալը ստանալու իմ մինիմալ պահանջմունքը։ Հասկացա։ Այդ տրամաբանությամբ է Բաքուն առաջնորդվում ու լավ էլ ստացվում է իրանց մոտ, որովհետև ստեղից չկա հակադարձ գործողություն, հակադարձ քայլեր։ Զանգեզուրի միջանցքի մասով ինչպիսին է ձեզ իրավիճակը։ Հայաստանի վարչապետն ասում է, որ պատրաստ է Ադրբեջանին տալ ճանապարհներ, նույնիսկ հոդված է հրապարակում, որ Հայաստանի բոլոր ճանապարհները բաց են Ադրբեջանի համար եւ դրան զուգահեռ նաեւ զարմանք է արտահայտում, թե ինչու Ադրբեջանը չի օգտվում Հայաստանի ճանապարհներից։ Ձեր կարծիքով ո՞րն է Ադրբեջանի պահանջը եւ այս պարագայում Հայաստանի իշխանությունները տեղի կտան, թե ոչ։ Տեսեք, Զանգեզուրի միջանցքով Ադրբեջանը հնարավորություն է ստացել եւ կարողանում է այդ հնարավորությունն օգտագործել Հայաստանից մաքսիմալ զիջումներ պոկելու եւ զիջումներ կորզելու համար։ Զանգեզուրի միջանցքը, եթե հիշում եք, Զանգեզուրի միջանցքը, երբ որ ճակերտավոր ասած Զանգեզուրի միջանցքը, երբ որ սկսեց արդեն ակտուալ ու արագ ու մեծ թափով շրջանառվել, տեղի են ունենում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացներ։ Խոսվում էր տարբեր զիջումների եւ տարբեր կոնսենսուսների մասին։ Բայց Զանգեզուրի միջանցք այդ բանակցային process-ի մեջ ինքը կար։ Ինքը անընդհատ պահանջվում էր, որպեսզի տեսեք, մենք իրանցում ոսկե պարում ունենք խնդիր, իհարկե ունենք։ Սահմանակարերը որ դրված են, որտեղով են անցնում։ Այսինքն մենք Զանգեզուրի միջանցք ինքը ունի եւ քաղաքական, եւ տնտեսական, եւ նաեւ հոգեբանական, հա, ազդեցություն ու ճնշման հնարավորություն Ադրբեջանի համար։ Անընդհատ Զանգեզուրի միջանցքով կոմունիկացիաների բացելու Հայաստանի կողմից առաջարկներով
այս թնջուկը կոնսենսուս չունի։ Եվ ինչ է ստացվում, որ Զանգեզուրի միջանցքը ճնշման գործիք է։ Թե ինչպես կավարտվի, ստեղ արդեն կա նաև այլ շահեր, որը որ միայն չի սահմանափակվում եւ չի ավարտվում Հայաստանի ու Ադրբեջանով։ Ռուսաստան եւ Իրան, ինչպես նաև Թուրքիա։ Եվ վերջին հարցը, պարոն Սարոյան, գիտեք, որ Հայաստանի իշխանությունները համենայն դեպս այդպես հայտարարում է եւ իրենց վարքագիծն էլ այդպեսին է, փորձում են շարժվել դեպի արևմուտք, գիտեք, Ամերիկայի հետ ռազմավարական համագործակցության կանոնադրություն ստորագրվեց, հետո ազգային ժողովում առաջին ընթերցման անցավ մի օրենք, որը կոչվում է Եվրաքվ, այսինքն Եվրամիությանն անդամակցելու մեկնարկ տալու մասին այդ օրենքը, եւ ընդհանուր տրամադրությունն ու արտաքին քաղաքական վեկտորը կարծես դեպի արևմուտքն է։ Ռուսաստանից էլ մենք տեսնում ենք այդ նոտաները, որ դուք չեք կարող եւ լինել ԼԱՏՄ-ում եւ լինել ԵՄ-ում կողմնորոշվեք, թե ինչ եք անում։ Հիմա ձեր կարծիքով Հայաստանը մոտ ապագայում կփոխի արտաքին քաղաքական վեկտորը, թե սրանք ուղղակի այսպես դրվագային ինչ-որ գործողություններն են, որոնք էական ազդեցություն չեն կարող ունենալ։ Պետք է ֆիքսենք, որ Հայաստանի գործող իշխանությունների իշխանության գալուց ի վեր Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրները ոչ թե սկսեցին լուծվել, այլ սկսեցին ավելանալ։ Հիմա տեսեք, Հայաստանը ուներ ռազմավարական, բարեկամական հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության հետ։ Հայաստանը անդամակցում էր ՀԱՊԿ-ին եւ շարունակում է անդամակցել չնայած սառեցված հարաբերությունները։ Հայաստանը շարունակում է ԵԱՏՄ-ում գտնվել։ Հայաստանը այդ ընթացքում կնքեց Եվրամիության հետ համապարփակ համագործակցության պայմանագիր։ Հայաստանը փորձում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ունենալ ռազմավարական, եւ այս վերջում ստորագրվեց ինչ-որ փաստաթուղթ հարաբերություններ։ Ուստի այս պարագայում, եթե մենք սա դիտարկենք, որ բալանսավորող քաղաքականություն է վարում Հայաստանը, ոչ իհարկե։ Հայաստանը վարում է իր տեղը որոշելու քաղաքականություն, բայց որտեղ ինքը չպիտի այդպես մտածի, այլ պետք է գնահատի ռիսկերը։ Հայաստանի իշխանությունները, Փաշինյանական իշխանությունը ապացուցել է բազմիցս, որ արտաքին քաղաքականության ռիսկերը, մարտահրավերները հաշվարկելու եւ դրանք ի շահ, ի նպաստ Հայաստանի եւ հայաստանյան հասարակությանը օգտագործելու քաղաքականություն վարելու ունակություն չունի։ Ինչպիսի հարաբերություն ունենք Իրանի հետ։ Հիմա ինչպիսին է հարաբերությունները Իրանի հետ։ Ինչպիսի հարաբերություններ ունենք Ռուսաստանի Դաշնության հետ եւ հիմա ինչպիսին են հարաբերությունները։ Ինչպիսի հարաբերություններ ունեին Եվրամիության երկրների հետ եւ հիմա ինչպիսին են։ Անկամ եթե Եվրամիության հետ եվրո ուղղությամբ պահելու այս քաղաքականությունը այս իշխանությունների, մենք տեսնում ենք, որ կատարվում է աշխարհակարգի այս փոփոխվող պայմաններում ոչ ճիշտ հաշվարկված եւ ժամանակավրեպ քայլերով։ Հիմա մենք եկեք հասկանանք, Հայաստանը ինչ է ուզում արտաքին քաղաքականության մեջ։ Ասում են դիվերսիֆիկացիա ենք ուզում։ Ինչպիսի դիվերսիֆիկացիա ենք ուզում, երբ որ մենք չունենք հստակ հարաբերություններ մեր հարևանների հետ։ Այնպիսի դիվերսիֆիկացիա, որը որ Հայաստանը մասնատելու է, այնպիսի դիվերսիֆիկացիա, որ Հայաստանը ի վերջո հատիկ առ հատիկ հետ բերելու տրամաբանության մեջ հատիկ առ հատիկ տալու է։ Տեսնում ենք Ուկրաինայում դիվերսիֆիկացիոն քաղաքականություն վարվում էր։ Ինչ տեղի ունեցավ 22 թվականից մինչև առեսօր պատերազմը, Ուկրաինայում տարածքները այսօր անհասկանալի իրավիճակների մեջ են։ Իսկ Հայաստանը ինչ է մտածում այդ ուղղությամբ։ Եթե այդ ուկրաինական սցենարը գա Հարավային Կովկաս, այդ թվում նաև Հայաստան։ Աշխարհակարգը սկսել է փոխվել, սահմաններ, պետություններ եւ այլն, ու դա չի սկսվել Ուկրաինայով եւ չի ավարտվել Ուկրաինայով։ Դա ավելի վաղ է սկսվել։ Սիրիա, Աֆղանստան, այնուհետև Ուկրաինա, Լիբիա։ Հիմա մենք եթե
այս ամեն ինչը արտաքին քաղաքական եւ այսօրվա արտաքին քաղաքական կոնյունկտուրան հաշվի չառնելով մենք անում ենք այնպիսի քայլեր, որը որ Հայաստանին չես հասկանում ուր է տանում, դա դիվերսիֆիկացիա չի, դա անմտություն է։ Այո։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, ես զրուցում էի հենակետ վերլուծական կենտրոնի փորձագետ Վահագն Սարոյանի հետ, կհանդիպենք։